Գյումրիում իշխանությունը պարտվեց։ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ։ 18 ներկա ավականու անդամներից 18-ն էլ քվեարկեցին Վարդան Ղուկասյանի օգտին, նիստը բոյկոտեցին եւ չմասնակցեցին ՔՊ ավականու 14 անդամները։ Հիշեցնենք, որ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը կոչ է արել գնալ արտահերթ ընտրությունների։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը եւ դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Այս մասին Մոսկվայում Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Տաշիր գրուպի սեփականատեր նստեության քաղաքական լուրջ ուղերձ է հղում, որի գլխավոր հասցեատերը դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի իշխանություններն են։ Հայ գործարարները լրջորեն հոգված են ԵԱՏՄ-ից դեպի Եվրամիություն շրջադարձ անելու Հայաստանի հեռանկարով։ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ավականու Անդրանիկ նիստից առաջ զրուցել է լրագրողների հետ եւ ասել. «Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ չեմ համագործակցում, ես ոչ մեկի հետ այս պահի դրությամբ քաղաքական առումով ճանապարհ չեմ գնում, հետագայում միգուցե լինի»։ Հարցին թե առանց քաղաքական հենարանի ավականու կազմում ինչպես է աշխատելու, նա պատասխանել է. «Խմբակցությունները, որ իրենց ձայները տվեցին, դրանից հետո կհամագործակցենք, կաշխատենք։ Մեր աշխատանքի հիմքը պետք է լինի քաղաքի շահը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեջբերում վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։ Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հիմնվելով այս իրողությունների վրա Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությանը, դա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն, գրել է Փաշինյանը։ Գյումրիի ընտրությունների հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն, բացի այն, որ արել ենք մինչև հիմա, չեմ կարող անել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին ինչպես է պատկերացնում աշխատանքը նորընտիր քաղաքապետի հետ, Փաշինյանը պատասխանել է. «Աշխատանք է, կառավարությունն իր աշխատանքն է անում իր օրակարգով, ռազմավարությամբ, թիմ կանոնակարգով, կանոններ կան, որոնք պետք է պահվեն», ասել է Փաշինյանը։